Ողջույն ցեզի սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ցեզի, Գեթսեմանիի սուրբ Աստվածամոր եկեղեցին։ Աստուծո փառք եւ գոհություն իր մեզի բարգեված ողորմության եւ շնորհներուն համար։ Աստված սիրեց մեզ սիրելներ եւ ուզեց փրկել մեզ ու վերադարձնել իդ հավիտենական կյանք։ Եվ ինչպես կսե Հովանու Ավետարանի 3-րդ գլխու 16-րդ համարը, այնքան սիրեց Աստված աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին տվավ, որբեսի անոր հավատացողը չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ հանն Աստված Հիսուս Քրիստոս մարմնացավ, մարտացավ, ծնավ գադարելաբես ի Մարիամա սրբոգուսեն։ Սուրբ Մայրիկ Աստվածածինը Տեր Հիսուս Քրիստոսի մայրը մերալ մայրն է։ Անիգա սիրելիներ Աստուծո սիրելի զավակը դարձավ, Սուրբ Հոգի հարս դարձավ, եւ Աստվածամայրը ապրեցավ սրբությամբ, անոր համար դերը հաջեցավ, որ իր զավակը Աստվածամոր մեջ են ծնի։ Այս վայրը, սիրելիներ, Աստվածամոր թաղման վայրն է, երբ Աստվածամայրը խաչին վրային Տեր Հիսուս Քրիստոս հանձնեց իր Հովանես աշակերտին, ննչեց վերևը Երուսաղեմ մեջ եւ այստեղ իրենց ընտանեկան թամփարանը կար, անոր համար Աստվածամայրը այստեղ փոխադրեցին մարմինով ու հանգչեցավ, սակայն 3 օրեր յետք Աստվածամայրը մարմնով երկինք վերափոխվեցավ, անոր համար է որ օգոստոս 15-ի մոտակա գիրակի օրը մենք ամենքս կնշենք Աստվածամոր վերափոխման տոնը։ Սիրելներ, այս եկեղեցվո մեջ ալ հայ եկեղեցին, Հայաստանյա ցարակելական մեր սուրբ եկեղեցին մեծ իրավունքներ ունի։ Սրբոց Հակոբյանց միապանությունը դեր ու պաշտպան է այս բոլոր իրավունքներում։ Գտեսնեք այստեղ արդեն հայկական մեր երակույն թրոշակը եւ նաեւ գողքին Սրբոց Հակոբյանց միապանության զինանշան թրոշակը եւ այստեղ գտեսնեք սիրելներ հայկական խաչկարը ու Աստվածամայրը Մանուկ Հիսուսով, Մանուկ Հիսուսը աշխարհը բռնած է եւ երկու հրեշտակներ գողքին սկիզբը գրված է աղաչանոք Աստվածածնին անաբական քում ծնողին զիմանալի աչս սրդից մերոց փացես ողորմությամբ հայիլ իլույս կո Քրիստոս, այսինքն աղաչանքովը Աստվածածնին քու անաբական ծնողքիդ մեր իմանալի աչքերը բաց, սրդի աչքերը բաց թող բացվին, որբեսի ողորմությամբ քու լույսիդ հետևինք ով Քրիստոս։ Սիրելներ, այստեղ է որ նաև թաղված է Աստվածամոր ծնողները Հովագիմը եւ Աննան, ինչպես նաև Հայր Հովսեփը։ Աչ կողմը, երբ որ հիմա ներքև իջնենք, աչ կողմը հույներուն կպատկանի, իսկ ցախ կողմը ամբողջությամբ հայերուս։ Եկեք սիրելներ միասին հավատքով ներս մտնենք։ Ահավասիկ եկեղեցին սիրելիներ, այս խորանին գոմն է, որ Սուրբ Հովագիմի եւ Աննայի նվիրված խորանն է, որովհետեւ այստեղ է որ թաղված են, իսկ այս կողմը Հայր Հովսեփին։ Եվ կտեսնեք արդեն սիրելիներ հայկական մեր սրբանկարչությունները, բարեխոսի ավասը մեր Աստվածածին Մարիա։ Հայր Հովսեփը, ինչպես ասի, այստեղը Հայր Հովսեփի նվիրված խորանն է եւ այստեղն է որ թաղված է
Հայր Հովսեփն է Հիսուս հայրիկը գործն է իր երկրավոր պաշտպանը խնամակալը Հայր Հովսեփը մայրիկ Աստվածածինն է դեստեք եւ շրջապատված հրեշտակներով միշտ սիրելիներ Աստվածամոր եւ Հայր Հովսեփին հրեշտակներ կներկայանան սպիտակ շուշաններով այստեղ Հովագիմ եւ Աննան սիրելիներ Դավիթ Մարգարեն է ցերկը ուրեմն քնարը որովհետեւ Հիսուս եւ Դավիթի սերունդն էր Հայր Հովսեփն մայրիկ Աստվածածինն իսկ այստեղ հայ սուրբերը Սուրբ Արտոմեոս Սարակյալը Սուրբ Ույշի Շանիկը Սուրբ Ույս Սանտուկը եւ Սուրբ Փաթիոս Արաքյալը եւ այսալ ապկար թագավորին սիրելիներ ուղարկված Հիսուսի կենքի սրբապատկերն է Դանկերներն ինչպես կտեսնենք մեկը հայկական մյուսը հունական մեկը հայկական մյուսը հունական Հավասիկ մոմագարներն ար միշտ Սուրբ Գույս Աստվածածին բարեխոսիա ասկիս հայոց Աստվածածնա եկեղեցի երակույնով Սիրելիներ Հիսուսի եւ Հովանես Մկրտիչի մանուկ տարիքին հանդիպումն է Այստեղ կգտնվի սիրելիներ Աստվածամոր գերեզմանը անշուշտ թադարգ, որովհետեւ Աստվածամայրը վերափոխվեցավ Աստվածամոր գերեզմանը ուր այստեղ էր որ Աստվածամայրը հանգչեցավ ինչպես կտեսնենք 5 քարը եւ Աստվածամայրը սիրելիներ ուրեմն 3 օր երբ որ թաղվեցավ Աստվածամայրը 3 օր ռեշտակներու փարապանության օրտապանության ցայներ գլսվեին եւ նաեւ խունգի հոտ գելեր ինչպես հիմա սիրելիներ հավատացյալներ խունգի հոտ է որ գուկա այստեղ են եւ երբ որ մեր Պարտոմեոս Սարակյալը բացակայեր Եվ ներկա չեր սիրելիներ թաղման ժամանակ, մյուս առաքյալները Սուրբ Հոգին իրենց համախմբած էր, այդ ժամանակ սիրելիներ առաքյալները եկան եւ երբ որ բացին, ուրեմն երբ որ բացին գերեզմանը, որբեսի Պարտոմեոս առաքյալը տեսներ Աստվածամոր դեմքը, տեսան որ չկար եւ ռեշտակներուն պորտապանության ցայնը դադրեցավ, որովհետեւ Աստվածամայրը մարմինով երկինք վերափոխվեցավ։ Այժմ Հավասիկ այստեղը կտեսնեք հույներուն կողմն է սիրելիներ, հույներուն նվիրված Խորանն է Աստվածամոր եւ հույներու սրբապատկերները իսկ սկսյալ այստեղ են հայերուս կպատկանի սիրելիներ Սուրբ Կայանին եւ Սուրբ Հռիփսիմեն եւ Հիսուսի ամբողջ կյանքը Աստվածամոր կյանքը խորհրդանշող պատկերները ուրեմն ծնունդն է սիրելիներ Աստվածամոր վերափոխումը, ավետումը, իսկ այստեղ հարցը։ Իսկ հիշադակ ազգիս հայոց, այստեղ նար սիրելիներ ավետման պատկերն է։ Մեր եկեղեցին ղբդիներուն եւ ասորիներուն, որոնք քույր եկեղեցիներ են մեզի, անոնց ալ իրավունք տված է, որ այստեղ կարողանան քալ եւ բادرակ անել։ Ամեն օր Այս եկեղեցու մեջ Սուրբ Բادرակը մատուցվի ամեն օր։ Դեսեք սիրելիներ, դերևը բոլոր ավետարանիչներուն եւ բոլոր սուրբերուն, հայոց սուրբերուն պատկերներն են։ Թե առաքյալները եւ թե նաեւ հայ սուրբերը։ Սուրբ Նիկոլոսը Սուրբ Սահակարդի հայրաբեդը, որուն անոնը գգրեմ ես Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Արտամանուտովյան, Սուրբ Շուշան, Կաչվարտանի, ուրեմն մայրիկն էր, Սուրբ Սանտուկը,
Մատթեոս Արաքյան, Բարթոլոմեոս Արաքյան, եւ կտեսնենք այստեղ սիրելիներ նաեւ Աստվածամոր նվիրված պատկերներ։ Ասիկա հունական պատկերն է Աստվածամոր նվիրված, իսկ այս մեկը սիրելիներ հավասիկ հայկական պատկերն է։ Շրջապատված Աստվածամայրը հրեշտակներով եւ ոտքին տակ աստղերը։ Եվ այսը մայր խորանն է սիրելիներ։ Առաջին երկու պատկերները հայկական են, իսկ վերջինը հունական։ Հայկական գանտերները եւ այս յետևի մասը ամբողջությամբ հայրուս կպատկանի դարձյալ սրբապատկերներով։ Աստվածամոր նվիրված մեր պատկերով դարձյալ ամբողջությամբ սիրելիներ այստեղը կպատկանի ուրեմն հայրուս։ Եկեք Աստվածամոր կյանքի պատմությունը գիտենք։ Աստվածամայրը փոքր տարիքին դաջար գնձայվի եւ դաջարի մեջ կմեծնա, ապա ավետման պատկերն է եւ որ հեշտակ ավետեց Աստվածամոր որ պիտի հեղանա Սուրբ Հոգին եւ զավակցին։ Այստեղ սիրելիներ այցելությունն է Սուրբ Գույսին Եղիսաբեթին եւ որ այցելեցին իրարու եւ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը ապա սիրելիներ երկրպագությունը հովիվներուն եւ որ եկան հովիվները եւ երկրպագեցին ինչպես նաեւ մոնքերը այստեղ փախուստն է դեպի Եգիպտոս այստեղ սիրելիներ հայր Հովսեփը Հիսուս հայրիկին իր ադաղցակորձության կորձը կսորվեցնի հյուսնի որդի գոչվեցավ Հիսուս հաջորդ պատկերը, երբ որ Հիսուս 12 տարեկան էր եւ դաջարի մեջ կորսվեցավ եւ մայրը եկավ զավակս ուր է իր քեզ եւ որ փնտրեցին, այստեղ սիրելիներ Հիսուս 40-օրյա դաջար գնձայվի մեջտեղը Սուփրիկոր լուսավորչի պատկերն է եւ ապա սիրելիներ մոքերու այցն է եւ մոքերու երկրպագությունը Հիսուսին, այստեղ Եգիպտոսեն վերաթարցն է, այստեղ սիրելիներ Գանայի հարսանիքն է, որ գիտեք տեսեք Աստվածամոր ուրեմն բարեխոսությամբ է որ Հիսուս ճուրը քինի վերածեց այստեղ խաչելությունն է դեր Հիսուս Քրիստոսի Աստվածամայրը ուրեմն Հիսուսի խաչին տակ Հիսուսի թաղումն է եւ որ իջեցուցին խաչեն եւ Աստվածամայրը գրկեց իր որդին Հիսուսի համբարձումն է սիրելիներ Աստվածամայրը մեջտեղն է եւ շուրջ առաքյալները Սուրբ Հոգին էջքն է Բենտեգոստեն եւ որ Աստվածամայրը հավատացյալներուն հետ էր եւ Սուրբ Հոգին իջավ բոլորին վրա անկեցավ Աստվածամոր ննչումն է եւ որ ննչեց եւ Աստվածամոր վերափոխումն է երկինք բարձրանալն է մարմինով ահավասիկ սիրելի եղբայրներ եւ քույրեր Աստվածամոր այս սուրբ դաջարեն ողջունեմ ձեզ եւ կխնդրեմ Աստվածամայրեն որ բարեխոս ըլլա մեր ազգին համար ամբողջ աշխարհի խաղաղության համար, որպեսզի բادرազները թատրին, ադելությունները վերջանան, մեր եկեղեցին սրբանա, Աստված բահբանե մեր pedagogiությունը, հայոց սահմանները, ոչ մեկ զավակ, որոնք հայ բանակի մեջ կծառայեն, չվնասվին, ովևէ մեկ թշնամի քննակ անոնց չմոդենա, Աստվածամայրը անոնց գողքին թողլա մեր զինվորներուն Քերեվարված մեր զավակները դուն վերաթարնան, անոնք որոնք գորած են, անհետ գորած են, հայտնաբերվին սիրելներ եւ ննչեցյալներն ալ երկնքի արքայության արժանան։ Աստվածամայրը մեծ սիրելներ բարեխոս է, անիկա թակուհի է, բոլոր սուրբերեն ավելի բարձր, բոլոր հեշտակներն ավելի բարձր եւ արաքահաս է, ինչ որ խնդրե ինք իր որդիեն ամենասուրբ երրորդությունն ամենասուրբ երրորդությունը սիրելներ կկատարե ինչպես որ երբ որ Գանայի հարսանիքի ընթացքին Աստվածամայրը խնդրեց իր որդիեն Հիսուսը մայր ինչ ժամանակը ստեր հասած չէ բայց որբեսի Աստվածամոր խոսքը քեդին չինա սուրբ երրորդությունը արաքացուց ժամանակը եւ այդ վարգյանը մոդեցուց
որպեսզի Աստվածամոր բարեխոսությունը կատարվի։ Անոր համար Աստվածամոր բարեխոսության գտիմենք սիրելներ, որ հասնի ինքը եւ մեր ասկի մեջը հոգի նորոգություն կա, որպեսզի ամենքս միասին Տեր Հիսուս Քրիստոսը բարավորենք։ Աստված ձեզ առատապես թողորտնե սիրելներ, խաղաղություն ձեր բոլորին եւ Աստվածամոր բարեխոսությունը ձեր ընտանիքներու մեջ լա, գանայք Աստվածամոր առաքինություններով զորացեք, տղամարդիկ Հայր Հովսեփի առաքինություններով զորացեք եւ ձեր ընտանիքները դաստիարակեցեք Սուրբ Երրորդության զորությամբ։ Անվան Փոր եւ Որդվո եւ Օգուտի Սրբո ամեն։